Բարև ձեզ, պարոն Բազարյան, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար։ Մի քանի հարցերի հետ կապված կլսենք նաև ձեր տեսակետը եւ այսպես։ 4 պատերազմ բերած Նիկոլ Փաշինյանը եւ այս իշխանությունը հայ ժողովրդին սպառնում են, շանտաժի են ենթարկում հերթական պատերազմով։ Ես կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք։ Իրենք վախեցնում են, որ եթե իրենք չլինեն պատերազմ է լինելու, այն իրականության մեջ, որ իրենք եղել են եւ հայրենիքի մեր ժողովրդի գլխի եղել է 4 պատերազմ, որի հետևանքով նաև մենք կորցրել ենք մեր Արցախի հանրապետությունը։ Համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Մինչև Նիկոլ Փաշինյանի գալը Հայաստանում խաղաղություն էր տիրում, պատերազմ չկար։ Եղել էր ընդամենը 16 թվականին քառօրյա պատերազմ, այսպես կոչված ռուսերեն ասած ռազվեդկա բոյեմ հետախուզական մարտ, ու 4 օրում այն դադարեցվեց, որովհետև ադրբեջանցիք հասկացան, որ Հայաստանը ունի համապատասխան կարողություններ դիմադրություն ցույց տալու ադրբեջանական ներխուժումներին։ 18 թվականին Նիկոլ Փաշինյանը ստահոդ խոստումներ տալով մեր ժողովրդին, կեղծ խոստումներ տալով, խաբելով մեր ժողովրդին, որ գալու է հաստատի օրենքի գերակայություն, իրական արդարադատություն, քաղաքացիների իրավահավասարություն, եկավ իշխանության։ Նրա իշխանության գալուց հետո ընդամենը 2 տարի 3 ամիս անց օգոստոսին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Նիկոլը, լինելով հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատար, չկարողացավ անհրաժեշտ պաշտպանություն ձևավորել, մեր դիվանագիտությունը չէր աշխատել, մենք մենակ էինք այդ պատերազմի ընթացքում, իսկ Ադրբեջանը ուներ հզոր դաշնակիցներ, իրենց ցեղակիցներ Թուրքիան, որը նրանց սպայական կազմը Թուրքիայի ղեկավարում էր այդ պատերազմը, բացի դրանից Թուրքիան հատկացրել էր նաև Ադրբեջանին մեծ քանակությամբ անօդաչու թռցող սարքեր, բարյակթարներ, դրանից զատ նաև Սիրիայից բերած վարձկաններ, Ադրբեջանին օգնում էր նաև Իսրայելը իր ռազմական հետախուզական տեխնիկայով, Ադրբեջանին օգնում էր նաև Պակիստանը, որը մինչև օրս չի ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն։ Իսկ մենք մենակ էինք այդ պատերազմի ընթացքում, որովհետև մեր դիվանագիտությունը չէր աշխատել։ Նիկոլը սրեց հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ եւ ռուսները լինելով ՀԱՊԿ-ի գլխավոր դերակատար, իսկ մենք ՀԱՊԿ-ի անդամ երկիր ենք, Ռուսաստանը մեզ ոչնչով չօգնեց։ Ես օրինակները բազմից եմ բերել օրինակը Վրաստանի, Սաակաշվիլի օրոք Վրաստանը սրեց հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, արդյունքում կորցրեց Աբխազիան, կորցրեց Հարավային Օսեթիան։ Ռուսները քինախնդիր են, չի կարելի նրանց հետ սրել հարաբերությունները։ Մենք կարող ենք ունենալ ռազմաքաղաքական արտաքին դաշնակիցներ այդ պատերազմի ընթացքում, եթե իրականում ճկուն դիվանագիտություն վարեինք, մեզ կարող էին օգնել Իրանը մեր հարևան, որի շահերը Հայաստանի հետ համընկնում են, մեզ կարող էր օգնել Հունաստանը, որը լարված հարաբերություններ ունի Թուրքիայի հետ Կիպրոսի հարցով, այդ թվում նաև Ֆրանսիան կարող էր մեզ օգնել, որովհետև հայերը մեծ հեղինակություն են վարում Ֆրանսիայում, այդ թվում նաև Հնդկաստանը, որը լարված հարաբերություններ ունի Պակիստանում եւ երբեմն նրանց մոտ կարճ պատերազմներ են տեղի ունենում տարածքի հարցով, Հնդկաստան-Պակիստան պատերազմներ են տեղի ունենում։ Իսկ Պակիստանը արդեն ասացի, մեր թշնամական պետությունն է, Ադրբեջանի դաշնակիցն է, Ադրբեջանի դաշնակիցները Իսրայելն ու Թուրքիան են մեր տարածաշրջանում եւ բնականաբար հավաքական արևմուտքը չի կարող մեզ օգնել, որովհետեւ արևմուտքի դաշնակիցը մեր տարածաշրջանում Թուրքիան է եւ Ամերիկայի հովանավորյալ Իսրայելը, որոնք Միացյալ Նահանգներն ու Իսրայելը վերջերս հարձակվեցին Իրանի վրա։ Ու նրանք հարձակվեցին ոչ միայն ռազմական շինությունների վրա, վերացրեցին նրանց հոգևոր առաջնորդին, ռազմաքաղաքական ղեկավարներին, այլ նաև հարձակումներ գործեցին, հարվածեցին նաև օդային հարվածներ, միասնական օդային հարվածներ Իսրայելն ու Միացյալ Նահանգները դպրոցներին, հիվանդանոցներին, քաղաքացիական շենքերին եւ մի քանի հարյուր մարդ զոհվեցին Իրանում ու վիրավորվեցին։ Հիմա պարոն Բազարյան, ինքը որ այսպես սպառնում է, շանտաժի է ենթարկում ժողովրդին նոր պատերազմ։ Այո։ Կա նաև այսպիսի տեսակետ, որ ըստ էության հենց կարող է պայմանավորված է, որ մի հատ խփեն, ոնց որ
ինքը անընդհատ մեր ժողովրդին վախեցնում է նոր պատերազմով։ Ինքը անընդհատ նիկոլականները հայտարարում են, որ խաղաղություն ենք բերել։ Բնականաբար տրամաբանական հարց է առաջանում, ինչու մեր ժողովրդին տարակ համապատրաստից պատերազմի, մատնեցիք պարտության, Արցախն ամբողջությամբ հանձնեցիք Ադրբեջանին, բացի դրանից Հայաստանի տարածքից շուրջ 200 քառակուսի 1 կիլոմետր ռազմավարական դիրքեր ու բարձունքներ հանձնեցիք Ադրբեջանին, այժմ էլ անընդհատ հայտարարում եք խաղաղություն ենք բերել, որևէ խաղաղություն էլ չի հաստատվել Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսին, ընդամենը նախաստորագրվել է մի թուղթ, փաստաթուղթ, որը որևէ իրավական ուժ չունի, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը կնքեն խաղաղության համաձայնագիր, մենք պետք է կատարենք Ալիևի բազմաթիվ պահանջները։ Մենք պետք է Ալիևին Ադրբեջանին տրամադրենք այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, Չակերտներու միջանցք, դա մեր տարածքն է։ 300,000 ադրբեջանցիներ պետք է վերաբնակեցվեն Հայաստանում, ադրբեջաներենը պետք է դառնա երկրորդ պետական լեզու, անկլավները պետք է վերադարձնենք Ադրբեջանին եւ աստիճանաբար բացենք սահմանները, խառնվենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ, դառնանք թուրք, ապրենք։ Նիկոլի համար ազգային գործոնը գոյություն չունի։ Նա անհայրենիք ազգակործան անձնավորություն է, որը պատերազմ բերեց մեր ժողովրդի գլխին եւ հիմա էլ վախեցնում են մեր ժողովրդին, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում չվերցնի բացահայտ մեծամասնություն, ապա պատերազմ է սկսվելու մի 2-3 ամիս հետո։ Այսինքն Նիկոլը խոստանում է, որ ինքը Ալիևի հետ պայմանավորվել է, եթե իր դիրքերը Հայաստանը թուլանան, ինքը իշխանությունը կորցնի, ուրեմն Ադրբեջանը պետք է հարձակվի Հայաստանի վրա եւ ինքը հայտարարի, որ ընդդիմությունը մանարեց, ապակայունացրեց վիճակը Հայաստանում եւ դրանից օգտվելով առիթից Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։ Այս քաղաքականությունն են նրանք տանում։ Իրական պատերազմ բերողը իրենք են, որովհետև 18 թվին իրենք եկան իշխանության եւ 2 տարի մինչեւ իրենց գալը խաղաղություն էր տիրում։ Թեթև բախումներ սահմաններին միշտ էլ եղել են զոհեր եւ այլն, բայց լիարժեք պատերազմ Նիկոլը բերեց այդ պատերազմը։ Նա գնաց Արցախ 19 թվականին եւ իր ճղճղան ձայնով հայտարարեց Արցախն Հայաստան է եւ վերջ, սրելով իրավիճակը եւ առիթ տալով Ադրբեջանին սկսելու պատերազմ։ Իսկ հետագայում նա հայտարարում է Արցախն Ադրբեջան է եւ վերջ, Արցախ բառը չարտասանեք հանկարծ, ադրբեջանցիք կնեղանան։ Նա հայտարարում է, երբ որ Ադրբեջանը ասում է Հայաստանը արևմտյան Ադրբեջան է, մենք վիրավորվում ենք, բա որ մենք էլ ասում ենք արևմտյան Հայաստան, թուրքերը կվիրավորվեն։ Նա կատարում է Էրդողանի եւ Ալիևի բոլոր պահանջները։ Նրա պոչը Էրդողանի եւ Ալիևի ոտքի տակ է։ Նիկոլը պետք է ենթարկվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դատական պատասխանատվության իշխանափոխությունից հետո։ Վերջերս մենք տեսանք, որ ինքը հերոսի դստեր վրա հարձակվեց, Արցախից փախել եք, չփորձվեք, փախացնել եք, միլիարդներ եք ծախսել ձեզ վրա, այս ամենը ինչի դրսևորում է։ Նիկոլը լկտի ստրիկա անձնավորություն է։ Նա վիրավորեց արցախցի մեր հայրենակցին, թողել եք փախել եք, նրանք չեն փախել։ Ստիպված նրանք ինչ մնային կոտորվեին, եթե Հայաստանը չկատարեց Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտավորությունը։ Հայաստանն է եղել Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը։ Արցախն էլ մեր հայրենիքի մի հատվածն է, արցախցիք մեր հայրենակիցներն են, արցախցիք հայ մարդիկ են, արցախցիք օտար չեն, թուրք չեն, հայ մարդիկ են արցախցիք։ Արցախը միշտ պատվար է եղել Հայաստանի վրա։ Հազարավոր դարեր Արցախը եղել է հայկական, բայց Նիկոլը հայտարարեց վերջերս իր ուրեմն բառապաշարով Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում։ Նիկոլն այնքան տգետ է, որ տեղյակ չի, որ Ադրբեջանը ընդամենը որպես պետություն գոյություն ունի 108 տարի, 1918 թվականից մինչև 2026 թիվը 108 տարի, իսկ Արցախը հազարավոր տարիներ եղել է հայկական նահանգ եւ ամենաուժեղ նահանգներից մեկն է եղել։ Բացի դրանից Նիկոլը հայտարարեց տարի առաջ, որ մեր հայրենիքը Հայաստանն է, բայց մեր պետությունը դարեր շարունակ եղել է Օսմանյան կայսրություն։ Ես նորից եմ հայտարարում, Նիկոլն այնքան տգետ է, որ տեղյակ չի, որ Օսմանյան կայսրությունը դա թուրքական պետություն էր, որը հայերի հանդեպ իրականացրել է ցեղասպանություն եւ տիրացել է մեր հայրենիքի մեծ մասին։ Իսկ ներկայիս Հայաստանը, արևելյան Հայաստանը
Արցախի եւ Նախիջևանի հետ միասին եղել է Իրանի տիրապետության ներքո եւ լինելով Իրանի տիրապետության ներքո Արցախը ունեցել է որոշակի ներքին ինքնավարություն եւ որոշ քանակի զորագնդեր պահելու հնարավորություն։ Այս հարցակում է նյարդային վիճակը ձեզ ինչով է պայմանավորված, պարոն Բազարյան։ Նիկոլի վախերով է պայմանավորված, նա սարսափում է, որ կորցնի իշխանությունը։ Նիկոլը քաջ գիտակցում է ինչ է լինելու իր հետ, երբ որ նա կորցնի իշխանությունը։ Ես արդեն հայտարարեցի, եթե Նիկոլը եւ իր գաղափարակից ու թիմակից պաշտոնյաները իշխանափոխությունից հետո պետք է ենթարկվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դատական պատասխանատվության։ Մեր հաղթական, մեր տաղանդավոր ժողովրդին համապատրաստից պատերազմի տանելու 5000-ից ավելի զինվորների եւ ազատամարտիկների զոհաբերելու, Արցախն ամբողջությամբ Թուրքին հանձնելու եւ Հայաստանի տարածքից շուրջ 200 քառակուսի կիլոմետր եւս Ադրբեջանին հանձնելու համար։ Ու նրանք դեռևս օրենքով սահմանված կարգով քարոզարշավ սկսված չի, արդեն սկսել են քարոզարշավը, ուրախ ավտոբուս, շրջում են մարզերով, Երևանով եւ այլն, ու խոստումներ են տալիս, կեղծ խոստումներ են տալիս, որ մեր ժողովրդին գրավեն իրենց կողմը, ընտրողներին գրավեն իրենց կողմը։ Բացի դրանից, նրանք հայտարարել են, որ ապրիլի 1-ից թոշակները բարձրացվելու են 10,000 դրամով։ Դա այն դեպքում, երբ որ 1 տարի առաջ մոտարապես եմ ասում, Նիկոլը հայտարարում էր, որ թոշակառուի թոշակը 10,000 դրամով էլ, 15,000 դրամով էլ բարձրացրենք, միևնույն է նրանք փողը ծախսելու ձևը չգիտեն։ Այսինքն ԿՊԱ-ականները շատ լավ գիտեն փողը ծախսելու ձևը։ Պետբյուջեից միլիարդավոր գումարներ դուրս են գրում եւ որպես պարգևավճար գրպանում են այդ գումարները։ Տարեվերջին տարին 2-3 անգամ պարգևավճարներ են բաժանում իբրև թե լավ աշխատանքի համար։ Պատգամավորներին 7-ից 8 միլիոն պարգևավճար, փոխնախարարներին 6-ից 7 միլիոն եւ այդպես շարունակ։ Հարյուրավոր միլիոնավոր դրամներ բաժանում են տարեմուտից առաջ բաժանեցին, իսկ այն մարդիկ, ասենք թոշակառուները, որոնք բնականաբար չունեին հնարավորություն հյուրերին դիմավորելու, նոր տարի մարդիկ այցելում են միմյանց նոր տարի շնորհավորելու եւ հյուրասիրելու ու ճանապարհելու։ Դրա համար որը շատ մեր հայրենակիցներ չունեին անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Բացի այդ, ես ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ Նիկոլը երբ որ եկավ իշխանության, մեր արտաքին պարտքը ընդամենը մոտարապես 7 միլիոն դոլար էր։ Այսօր մեր արտաքին պարտքը անցել է 14.5 միլիարդ դոլարը։ Ուրեմն այդ գումարները, այդ մոտարապես 7-ից 8 միլիարդ գումարները հիմնականում արտաքին պետական պարտքն է, որը միջազգային վալյուտային ֆոնդը եւ համաշխարհային բանկը տրամադրում են մեծ տոկոսներով։ Նիկոլը մեզ դրել է, մեր պետությունը դրել է տոկոսի տակ, բոլոր մեր քաղաքացիներին դրել է տոկոսի տակ։ Նրանք քաջ գիտակցում են, որ իրենց իշխանության ժամանակ չեն կարող մարել այդ պարտքերը։ Այդ պարտքերը թողնում են հաջորդ սերունդների, հաջորդ իշխանությունների վրա։ Ես կներեք, ուզում եմ մեր ժողովրդին ուսադրել, որ որևէ աշխատանք, որևէ իշխանություն հավերժ չէ։ Մենք կոչ ենք անում ընդդիմադիր ազգային քաղաքական ուժերին, հասարակական կառույցներին, հայրենանվեր անհատ գործիչներին, ըստ գաղափարական ընդհանրությունների համախմբվել, դաշինքներ կազմել եւ մինչեւ այս տարվա գարնան վերջը ամբողջ Հայաստանով մեկ ոտքի անել մեր ժողովրդին ու կազմակերպել աննազանդություն գործող ապազգային թրքամետ վարչախմբին։ Պետք է պարտադրել Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության հերացումը ու գործող ազգային ժողովի լուծարումը։ Կարճ ժամկետի համար բնականաբար կձևավորվի ժամանակավոր անցումային կառավարություն, որը կազմակերպի Հայաստանի ազգային ժողովի կնախապատրաստի եւ կազմակերպի ազգային ժողովի արդար օրինական ընտրություններ։ Բնականաբար մենք ակնկալում ենք, որ նոր ձևավորվելիք Հայաստանի իշխանությունները իրականացնելու են մեր ժողովրդի նպատակներն հետապնդող մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Իսկ Նիկոլը եւ նրա գաղափարակից ու թիմակից պաշտոնյաները, արդեն ասացի, պետք է ենթարկվեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով դատական պատասխանատվության։ Եվ վերջում ուզում եմ հուսադրել մեր ժողովրդին, կեցցե այն Հայաստանը, ինչպես ազգային հերոս Մովսես Գորգիսյանն է հայտարարել, կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու, այսպես չի մնալու, ամեն ինչ լավ է լինելու։ Այո,
Շնորհակալ եմ հրավերքի համար, ամենայն բարիք ձեզ։